Այսօր մեր ստուդիայում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի անդամ Վան գործողության խմբապետ Վազգեն Սիսլյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սիսլյան, Վան գործողության մասնակիցներ ժամանակ առ ժամանակ կադրեր եմ տեսնում այդ գործողության մասին պատմող, բայց բնականաբար մեր առօրյա իրողություններից ելնելով այդ գործողության մասին եւ ընդհանրապես Ասալլայի, ինչպես ընդունված է, չէ՞, ասել Ասալլայի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մասին մեղմ ասած առանձնապես շատ չի խոսվում։ Վերջերս հարցազրույց էիք տվել ալիքներից մեկում եւ ասել էիք մի հետաքրքիր միտք, շատ վտանգավոր միտք ես կասեի նույնիսկ, որ Ասալլան պատրաստվում է նոր ինչ-որ հերթական գործողության։ Որ ոչ թե Ասալլան գործողության է պատրաստվում։ Ես իրավունք չունեմ դա ասելու։ Ես գաղտնի բանակի ներկայացուցիչ չեմ, անդամներից եմ։ Այո։ Որտեղ իմ անունով եմ խոսում ընդհանրապես։ Երբ որ ես ասել եմ, վերնակիրը լավ եմ հիշում, Ասալլան հանգիստ չի տալու Թուրքիային։ Միտքը հետևյալն էր, ինչի հանգիստ չի տալիս։ Էդի ես չեմ ասում, էդի թուրքն է ասում։ Ամեն օր հիշելով Ասալլային, անշուշտ իրեն նպատակները հետապնդելով, որ ահաբեկչական կազմակերպություն է եւ այլն, բայց դա գալիս է իր անհանգստությունից։ Սա մեկ։ Երկրորդ հանգիստ չի տալու Ասալլան Թուրքիային, քանի որ այսօր սերունդները դաստիարակվում այդ անունի հիման վրա նաեւ չմոռանանք։ Այսօր մեքենաների վրա տեսնում ես այդ Ասալլայի զինանշանը, տարբեր դեղեր են խոսվում, մեկը բայկարի մասին խոսում է, կամ ինչ-որ մի բանի մասին խոսում է, ասում է Ասալլան պետք է փրկե մեզի եւ այլն, այսինքն դարձել է խաղապար, առանց անձնական անունի, որպես խաղապար, նաեւ խաղապար է Անտրանիկ անունը որպես անձ, զորավար Անտրանիկը, Կարեկին նշտեհը եւ այլն։ Ու ավելացավ ինչ որտեղ նաև Ասալլան ուրիշ անուններ չի տալու համար։ Ես ավելի ուրիշների անունով իրավունք չունեմ խոսելու։ Այդ առումով եմ ես ասել, որ Ասալլան Թուրքիային հանգիստ չի տալու, քանի էդի ինքը Թուրքիան է արտահայտել տարբեր ծևերով։ Պարոն Սիսլյան, այ որ դուք արդեն ասեցիք, որ Թուրքիային հանգիստ չի տալիս, դա, ասենք, որոշակի քաղաքական շրջանակների համար արդեն դա մարտահրավեր է, փաստորեն, եւ մարդիկ ձեզ արդեն կարող են մեղադրել, չէ՞, ինչպես այն հայտնի հուշարձանի բացման արարողությամբ, այսպես որ շատ իրարամերժ մտորումների տեղիք տվեց, չէ՞, մի մասը ասում էին, որ դա պետք չէր, դա հայ-թուրքական հարաբերությունները կվատ թարացնի, առանց այդ էլ վատ վիճակում գտնվող եւ այլն։ Հիմա գուցե ձեր այդ ասածը եւ նաեւ ձեր համակիրների ասալլայականների ասածները այսօր կխոչընդոտեն նոր սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որ ըստ ոմանց շատ կարևոր է մեր անկախության եւ պետականության համար։ Ինչ կարծիք եք։ Ես չեմ ասել, ես թուրքերին հանգիստ չեմ տալու։ Թուրքը ինքը մտածում է, որ Ասալլան քանի անունը կա, քանի երիտասարդության մեջ շրջանառվում է, թուրքը հանգիստ չէ։ Այդ ինչ որ Հայաստանում կամ ամբողջ աշխարհի հայության մոտ ազգայինն է, Թուրքին հանգիստ չի տալիս էդի։ Այսօր նույնիսկ ես կարող եմ հանգիստ ասել, նույնիսկ եկեղեցի գոյությունը Թուրքիային կարող է հանգիստ չի տա։ Այնպես որ ես ոչ մատ եմ թափ տալիս, ոչ ազդարարում եմ, ոչ բան։ Ես իմ գործը կատարել եմ, երեսս բաց ու հանգիստ խոսում եմ ու ասում եմ։ Ես ազդարարող չեմ։ Բայց ես միտքը ասեցի։ Դուք միտքը ասեցիք։ Ինչի համար էր։ Դուք միտքը ասեցիք, բայց կազմակերպության անդամ չեմ եւ իրավունք չունեմ այդ բաները ես ազդարարելու կամ ինչ-որ բան ասելու։ Ես այդ միտքը արտահայտեցի, նորից կրկնում եմ, Թուրքիայի հայտարարությունների վրա շաբաթ չկա, որ Թուրքիայում Ասալլայի մասին մի բան չի քրվի։ Ուրեմն դա իրենց ցանկից չի տալիս, չէ՞։ Մեր ապրիլը իրենց ցանկից չի տալիս։ Այսօր Հայաստանի Ասալլան համարում են ահաբեկչական, տերորիստական կազմակերպություն եւ դրա համար է ամբողջ հայությունը մենակ Ասալլան չէ։ Չէ, բայց իրենք նաեւ տարանջատում են։ Այո, օքեյ, անուն բիտնեն առաջի դիրքերում մենք ենք։ Առաջի դիրքերում այո, Ասալլան։ Չեմ նեղվում, խնդիր չի գա։ Դուք չեք նեղվում։ Առաջի դիրքերում իրենք համարում են Ասալլան։
Դուք կողմնակից եք, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են, որ Թուրքիայի, Հայաստանի եւ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջև պատերազմ չլինի, որ խաղաղություն լինի եւ մենք այստեղ այս գոնե այս փոքրիկ պետականության շրջանակներում ծաղկենք ու բարգավաճենք։ Մի ժամանակ ինձ հարց տվերեին, որ արդյոք համաձայն եմ այդ ահագին տարիներ առաջ հայ-թուրքական սահմանը բացվելու խնդիրով եւ այլն ու ես լրագրողին պատասխաներ էի, այո համաձայն եմ, բայց ոչ այսօրվա այս սահմանները, այլ մեր պատմական սահմաններով, այո համաձայն կլինեմ։ Բայց դա մարտահրավեր է, պարոն Սիսլյան, չէ՞, Բայց ինչի՞ չէ, իմ պայքարը մարտահրավեր չէ։ Չէ, այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանը կասեն նորից Հայաստանը հանդես է գալիս, եթե ասենք ձեր կոչը լինի պետական քաղաքականության մակարդակում, ձեր կարծիքով, հա, իմ կարծիքն է։ Ձեր Ես Հայաստանի անունից չեմ խոսում։ Հա, Ես իմ անունից եմ խոսում։ Բայց իրենք էլ կասեն, այ չեզոքացրեք Վազգեն Սիսլյանի նման մարդկանց, որոնք խանգարում են հայ-թուրքական հաշտեցման կամ հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը։ Համաձայնիկ, որ Թուրքիայում մեկին եթե հարցնենք կյանքում ցանկությունը ինչ է, ասում են մի հատ հայ մորթ եմ։ Ու դա կարող ենք վերակրել ամբողջ թուրքերին։ Բնականաբար ոչ։ Նաև այո, չէ, եթե վերցնենք այդպես։ Ձեր կարծիքով դուք ենթադրում եք, որ ողջ թուրք ժողովուրդն է ուզում մորթել ամբողջ հայությանը։ Այդ միտքը ես եմ ասել։ Ոչ թե հայ ժողովուրդը, ես եմ ասել։ Ես Վազգեն Սիսլյանն եմ։ Այո։ Մեկի խոսքը կարող է մի գրամ գշրե, մեկի կորձը մի տոննա, կարող է իմ խոսքը մի տոննա է գշրում, դա ուրիշ խնդիր է։ Վան գործողության մասին պատմեք, դուք Վան գործողության խմբապետն եք եղել։ Այո։ Դա էլ ինչ-որ կոչում է եղել, հա, փաստորեն այդ գործողության հետ կապված։ Ընդհանրապես մեր գործողությունները հայկական տարբեր նահանգների անունով են լինում։ Հա։ Արևմտյան Հայաստանի։ Այո։ Ինչ էիք մտածում, ինչքան ժամանակ է անցել։ 81 թվականի սեպտեմբերի 24-ին հաշվենք, շուտով 45 տարի։ Ինչքան վաղուց էր դա։ Ինչ էիք մտածում, ինչու էիք արել Վան գործողությունը, ինչու կազմակերպեցիք։ Մենք պայքարում ենք ընդհանրապես մեր կազմակերպության զինանշանը Սևրի Թաշնակիրն է։ Դա Վիլսոնյան, այսպես ասած, իրավարար վճիրն է։ Բայց դա մեր վերջնական քարտեզը չէ նաև։ Իրավարար վճիր է, որը կարող է փոխվի, դեպի լավը նույնիսկ, եթե մենք ճիշտ ներկանգնենք։ Ման գործողությունը ընդհանուր նորակույն զինյալ ազատագրական պայքարի փրվակներից մեկն էր։ Ռումբերի պայթուններից, թուրք դիվանագետը սպանելուց եւ այլն, ու դա անձնական թիրախավորումներ չէին ընդհանրապես։ Մերը ընդհանուր պայքար էր ու շեշտում եմ մերը ընդհանրապես թուրք ազգություն կամ եթե այդպես անվանում կա թուրքի թեմ չէր, մեր իրավունքների համար էր։ Միշտ բարդաթիր չէ որ թեմը լաս որ ու իրավունքներով։ Իսկան թուրք այլ ասել թուրքական վարչակազմի դեմ էր։ Եվ այդ դրամապարության խոսենք, այո, ինքը թուրքական վարչակազմի թեմ է։ Միևնույն ժամանակ ընդհանրապես Թուրքիայի թեմ է, բայց Թուրքիան ոչնչացնելու ինչ որ այսօր Թուրքիան ասում է առանց հայերի, մենք չենք ասում էդի։ Վերջվերջը մարդ են ապրելու իրավունք ունեն, բայց իրենց իրավունքների սահմաններում ինչ որ է գործողության հիմնական նպատակը այդ բայթոցումներից, սպանություններից, այսինքն ահաբեկումներից հետո որոշվել էր մի քիչ ավելի մասշտաբային գործողություն լինի, այսինքն թուրքական մի թիրախ գրավվի։ Ճիշտ ասած, մենք էլ երիտասարդ տարիքին քիշեր-ցերեկ հյուպատոսարաններ չենք գրաված, որ չգիտեմ ինչ փորձ ունենայինք, մարդիկ մտածում են ասալային մարդիկ են, չգիտեմ ինչով պատրաստված են եւ այլն ռեմբոներ են, բայց այդպես չէ։ Մեր պատրաստվածությունը ամենաշատ քաղաքական էր եւ քաղաքական, այսինքն հայրենասիրական մողումները հիմնական դա էր։ Իսկ Լիբանանի պատերազմին եւ այլն այսօր երեխուն էլ հարցնես զենքի մասին գիտե, ամոթը չիմանա։
Լիբանանի վիճակն է դա։ Ինչ որ է, քան կորզողության հիմնական նպատակը սեպտեմբերի 24-ը ինչի համար եղավ, 1 տարի առաջ հենց Թուրքիայում պետական հեղաշրջում եղավ։ գեներալ Քենան Էվրենի գլխավորությամբ զինվորական հեղաշրջում եղավ, դաբալեցին այդ իշխանությունները եւ երկրում ահավոր ծանր վիճակը ստեղծվեց։ Այդ իրավիճակի մեջ միլիոնավոր քաղբանդարյալներ ունեին եւ քյուրդ, եւ հայ, եւ թուրք սախագոմյաններ։ Միլիոններով էլ երկիրը լքեցին ու փախան, որ չի ցերպակալվին, չի դանջվին, չսպանվին։ Ինչպես ասի, սրանց մեջ ահագին հայեր ալկային, քրդական շարժումների մեջ, թուրքական սախագոմյան շարժումների մեջ։ Մենք գործողությունը կատարեցինք, խնդիր տնելով նախ 2 հայ հոգևորական բանդից ազատել, իրենց մեղադրանքը 1 բան էր, հայկական տարածքներում երեխեքին հայերեն սովորեցնել Թուրքիա, Արևմտյան Հայաստանում։ Այո, որը այսօր Թուրքիա։ Որտեղ էին բանտարկված։ Թուրքիայում ամենաձանր բանդերում, այդ մամակ կոչված եւ այլն ձանր բանդերում։ Եվ պահանջեր էինք նաեւ բոլոր հայ քաղաքական բանդարյալներին, 5 քյուրդ եւ 5 թուրք քաղաքական բանդարյալներին, այսինքն մեզի թողջս են ադելություն եւ այլն, մեր խնդիրը ադելության պայքար չէ, իրավունքի պայքար է։ Եվ այս մեր հայտարարությունն է դու, ասեն գործողությունը որ հաջողվեց, մենք գրավեցինք այդ հյուպատոսարանը ու մենք հայտարարեցինք մեր պահանջները, նաև սեպտեմբերի 24-ը այդ բարձ է 12-ին չեղավ, 24-ին եղավ, ուղղակի Թուրքիային հարված տալու համար էր իր այդ հեղաշրջումի մի տարելիցը, որը նաև ճնշում էր հենց իր ժողովուրդին, իր իրավունքները պաշտպանող ժողովուրդին։ Ու դա մեզ լիովին հաջողվեց, քանի կոնկրետ Ֆրանսիայում որտեղ գործողությունը կատարվեց, եւ քյուրդերը եւ թուրքերը լրիվ մեր կողմն էին։ Օրինակ առաջի մեր գործողությունն առաջի ապրիլ 24-ի արդիվ քրդական եւ թուրքական ռադիոկայանները հեղափոխական լրիվ նվիրված են ցեղասպանության ու բոլոր երկերը համարյա նվիրված էր մեր 4-ին։ Տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչներ էին, չէ՞, ներգրավված։ Անպայման ռեկլամ չլա իմ ասածը, այսօր արդեն 11-րդ տարին է դրամատիկական թատրոնում ներկայացվում է Փարիզյան թագավճիռ, որը նվիրված է վան գործողության իրական դեպքերի վրա։ Ու ես ասեմ, միշտ ընդհանրապես խոսում ենք ադելություն եւ այլն, եթե մենք ադողը լայենք դեսպանատանը հյուպատոսարանում 60 բադանտ ունեինք, ոչ մեկում ոչ մի ավելորդ կոպտություն չենք արել, այո, սպանություն եղավ, ինքնապաշտպանություն էր, ապահովել էր եւ այլն, պիտի ըլլար այդ մեկը, քանի զինված հարձակում էր, չեմ հերքում էդի, ներխուժեր էին, բայց ոչ մեկին ոչ մի կոպիտ բան չենք արել։ Ընդհակառակը բոլորին էլ լավ նայենք, բոլորին ասենք խելոք նստեք, անշուշտ եթե ինչ որ դեպքերը հակառակ ուղղությամբ գնային, կարող է բայթեցնեինք, բայց այդ բայթեցման ընթացքում նաև մենք ներս լայնք, մենք էլ հետը, մեր խնդիրը այդ բայկարի, մինակ Թուրքիան մեր պահանջատիրությունը չէր։ Այդ Եվրոպայում այդքան գործողությունները կատարվեցին, բոլոր գործողությունները նպատակները մեկն էր հայկական սփյուռքը արտնացնել։ Օրինակ դա եղավ։ Այսօր փաստեր ունենք, ահագին ֆրանսահայ երիտասարդներ, մեր դարեկիցներ են, մեր սերունդի մարդիկ, որոնք այդ տարիներին նույնպես մեր նման 20-22 տարեկան են, բոլորը խոստովանում են, որ այդ գործողություններն ետքը իրենք սկացին իրենց ինքնությունը, վերակդան իրենց ինքնությունը, վերադարձան հայության,
Քոնե ես մի 10 հոգի գրնամ հանգիստ ասել, ել չեմ ասում մնացածի մասին։ Շատերը հետո մտածում են, կորզությունը կատարեցիք, մտակ ինչու չի պահանջեցիք ցեղասպանության ճանաչումը։ Ախր Թուրքիան 60 բադանտով ցեղասպանություն չի ճանաչել։ Այսօր լիքը մեծ պետություններ ճանաչեր են, ինչ է տվել։ Ճանաչեր են։ Շատ լավ է, ուրախ ենք։ Շնորհակալության մասին ալ չեմ ուզում խոսել, քանի դա առաջի հերթին իրենց փարայական արժեքն է։ Այնպես որ Բայց պարոն Սեսյան, աշխարհը կարծես թե ընդունեց թե չընդունեց, ասենք ձեր գործողության փիլիսոփայությունը, այսպես ասեմ։ մեր պայքարը վրեժխնդրություն չէր, մանչադիրություն էր։ Նեմեսիս խումբի գործողությունները, այո, բաճելու վրեժխնդիրը լալ էր։ Այդ ժամանակ էր պետք, թահիջներն էին գլխավոր։ Մերը վրեժ լուծելը չէր հիմնականը։ Մերը բանջարդիրություններ։ Հիմա դատարանում մեզի հարց տրվեց, որ լավ, ինչու է տեսպաններին այդ մարդկանց սպանում եք, չէ՞ որ իրենք այդ ժամանակվա մեղավորները չէին։ Ժառանգորդներն են, իրենք այդ ժամանակ ծնված չէին։ Մեր պատասխանը եղավ, մենք ալ այդ ժամանակ ծնված չէինք։ Բայց այդ ծանրությունը մեր վրա միշտ կար։ Մենք պետք է պայքարեինք։ Ուրեմն, եթե մենք ծնված չենք, ինքը այդ թեփքերեն հետո ծնված չէ, ուրեմն պատասխանատվությունն ազատվում է։ Սա նշանակում է, որ ինքը շարունակում է այդ նախկիններու ոչիրը թաքցնելը, ընդունելը։ Ինքը իր մեղավոր չընդունելը արդեն ինքնին չընդունելը այդ մեղքերին հանցագործության մասնակցություն է այսօր։ Հետո դատարանում շատ թեփքեր եղան, աշխարհը ոնց ընդունեց չէ, չընդունեց։ Մեր դատի ժամանակ դատավորը առաջի օրեն հայտարարեց այստեղ աղապեգիչ բարը չարտասանվի։ Կամ գացեք մեղադրյալները, կամ անունով կթիմեք։ Դա մեր համար հաղթանակ էր։ Դորեն ըստ այդ դատավորի ասացի ահաբեկիչներ չէիք։ Եթե պետություն չունեինք, ուրեմն ամբողջ ժողովուրդը բանակ ունենալու իրավունք չունենար, մենք ունեցանք էդի։ Ստիպված, քանի պետության բանակ չունեինք, պարտադիր քաղտնի եղավ։ Եվ իր գործը կատարեց մեր ռազմավարությամբ։ Այնպես որ, երբ որ դատավորը այդ արտահայտեց ու շարունակեց արտահայտել, ասելով